Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 19-ն է 2026 թվական։ Մի քանի իրադարձություններ Հայաստանի հետ կապված կանրադառնամ, նոր կխոսեմ ընտրությունների մասին, որտեղ այն ինչի մասին խոսել եմ ուղղակիորեն առնչվում է ընտրություններին։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան: Մենք չենք պատրաստվում ապահարզան ունենալ որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չեն ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Մենք գործընկերներ ենք, որոնք կապված են բազմաթիվ կապերով, և մենք տրամադրված ենք առողջ քննարկման միջավայրում այդ փոխշահավետ հարաբերությունները զարգացնելուն։ Խնդիրներ կան, անշուշտ, բայց ես կարծում եմ, որ խնդիրներ կան աշխարհի բոլոր հնարավոր հարաբերություններում, այդ խնդիրներին պարզապես պետք է կոնստրուկտիվ լուծումներ գտնել։ Ինչ վերաբերում է Ռուսաստանից հնչող հիշեցումներին, որ հնարավոր չէ միաժամանակ լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ, Միրզոյանը նշեց. Հայաստանը դա շատ լավ հասկանում է։ Մեր մոտարկումը Եվրամիության հետ շարունակելու ենք։ Երբ կլինի, կհասունանա, կգա այն պահը, երբ մենք պետք է հենց այդ պահին որոշում կայացնենք, որ պետք է լինենք այս կամ այն երկրների ընտանիքի անդամ, մենք որոշում կկայացնենք։ Այստեղ ոչ մի նորություն չկա և դրսից չէ, որ մեզ այդ մասին պետք է ասեն, ասել է Միրզոյանը։ Ինչու է հարցը։ Հայաստանի իշխանությունները պարբերաբար համառորեն պնդում են, որ իրենք չեն պատրաստվում Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնել։ Կգնանք առաջ, այդ ուղղությամբ քայլեր կանենք, երբ որ կգա այդ ճամփաբաժանը որոշում կայացնելու, որոշումը կկայացնենք։ Դժվար չէ հասկանալ, որ այդպես էլ ճամփաբաժանին չես հասնի։ Ոչ միայն դա հասկանում են Հայաստանում, դա հասկանում են Ռուսաստանում և հասկանում են ամբողջ աշխարհում։ Մեկ անգամ ևս կարճ հասկանանք։ Հայաստանը 2015 թվականի հունվարի 2-ից դարձել է ԵԱՏՄ անդամ, 13 թվականի սեպտեմբերի 3-ից Մաքսային միության անդամ։ Հունվարի 2-ին դառնալով ԵԱՏՄ անդամ, այսինքն Մաքսային միության անդամ, նա ընդունել է այդ կառույցի խաղի կանոնները։ Այսինքն ինչպես ենք հարաբերվում, ինչ ենք անում, սա համակարգ է։ Այդ համակարգի հետ հակասող ցանկացած բան չի կարող տեղի ունենալ, որովհետև միաժամանակյա դա չի աշխատի իրար հետ։ Եթե մեկը համագործակցություն է, մեկը համակարգ, համագործակցությունը չպետք է հակասի համակարգի հետ պայմանավորվածություններին։ Դա բավական հստակ է։ Երբ որ ասում են Եվրամիություն և ԵԱՏՄ միաժամանակ հնարավոր չէ, որտեղ Եվրամիությունն էլ է համակարգ։ Դու չես կարող միաժամանակ երկու տնտեսական տիրույթներում լինել, երկու մաքսային միությունում լինել։ Դա ակնհայտ է։ Բայց նաև ասում ենք, որ 2015 թվականից հետո 2017 թվականին է ստորագրվել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրամիության հետ։ Այսինքն Եվրամիության հետ գործընկերություն է ընդամենը, որը չպետք է հակասեր 15 թվականին ԵԱՏՄ-ի անդամակցության շրջանակներում խաղի կանոններին։ 17 թվականին, երբ որ դու դա ստորագրում ես, հետագայում վավերացման փուլ ես անցնում, այդ SEPA-ն, որ հապավումով ասում են, դու չես կարող անգամ այդ SEPA-ն ամբողջությամբ իրականացնել։ Ես չեմ խոսում ասոցացման համաձայնագիր, չեմ խոսում թեկնածուի կարգավիճակ, հետագայում էլ բանակցություններ անդամակցության, որովհետև անգամ ասոցացման համաձայնագիր ունենայիր, որը 13 թվականին մերոնք չստորագրեցին նոյեմբերին Վիլնյուսում, որովհետև ստորագրեց Սերժ Սարգսյանը Մաքսային միություն գնալը։ Եթե դու դա անեիր, դրա անբաժանելի մասն էր խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այսինքն սրանք հակասության մեջ են ԵԱՏՄ-ի հետ։ Եթե դու ԵԱՏՄ անդամ ես, համապարփակ և ընդլայնված գործընկերությունը ստորագրեցիր, անգամ այդ կետերը ինչու չես կարող այդ պարտավորություններն անգամ կատարել ամբողջ ծավալով, որովհետև 2015 թվականից հետո դու 10 տարի խորացել ես ԵԱՏՄ-ի մեջ, դու նրա օրենսդրությունն ես փոխել, դու հազարամյա հարցեր ես արել, ինտեգրացիոն ավելի մեծ ծավալի մեջ ես մտել։
Այդ պարագայում նշանակում է դու եթե այդ կողմ անընդհատ խորանում ես, դու չես կարող կատարել անգամ այն, որը 17 թվականին չէր հակասում ԵԱՏՄ-ին, բայց 2026 թվականին հակասում է 2026-ի ԵԱՏՄ-ին։ Դա նշանակում է, որ կետեր կան, որ դու ուղղակի չես կարող առաջ գնալ, բայց չես ուզում հասարակությանը անկեղծորեն ասես, որ մենք սկի այս պարտավորությունները չենք կարող կատարել։ Ընդհանրապես ասում են վիզաների ազատականացում, դե դուք հասկանում եք, մենք դա ենք անում եւ այլ, կարևոր գործ ոչ մեկի հետ դա չեն անում, ինչ եք հեքիաթ պատմում։ Վիզաների ազատականացման հարց Վրաստանի հետ էլ կար, Վրաստանը շեղվեց, այդ հարցը դրեցին դեմը, ասին դու չես կարող դա անել։ Իսկ դուք չգիտեք, որ տարիներ ա տևելու վիզաների ազատականացման բանակցությունները, իսկ դուք չգիտեք, որ գալու է մի պահ, նույնիսկ եթե համարենք վիզաների ազատականացումը, գալու է մի պահ, որ ասեն երիտասարդներ, հասկացեք, չեք կարող ներքին փաստաթղթով Ռուսաստանից գալ, պարզեցված ձևով Հայաստանի քաղաքացիություն ստանալ եւ գնալ Եվրոպա, որը որ փակել է Ռուսաստանի դեմը։ Մենք թույլ չենք տա, որ դուք առանց վիզա ռուսներին մտցնեք Եվրոպա։ Այդ դեպքում որոշեք, կամ դուք նրանց հետ եք ռեժիմը խստացնելու, կամ դուք ուղղակի չեք տեսնի վիզաների ազատականացում։ Բարդ է այդքան հասկանալ։ Նրանք վիզաները ազատականացնում են Հայաստանի համար, ոչ թե Հայաստանի համար Ռուսաստանի քաղաքացիները տրանզիտ Հայաստանի միջոցով հայտնվեն Եվրոպայում։ Այն այդտեղն Եվրոպայի դեմը Ռուսաստանի դեմը կբացեին էլի իրենց դարպասները։ Այսինքն դա նույնիսկ ընդհանրապես նախընտրական խոստումներ ա, որ տեսեք մենք ինչ լավ բան ենք անում առաջ գնալու։ Դու չես կարող այդ հարցը լուծել եւ չես կարող գալ հասնել մի հատ կետի, որ որոշում կայացնես գնում ես թե ոչ։ Բայց այդ դեպքում հարց է ծագում։ Ռուսաստանը ոնց որ լավ բարեկամ է, Հայաստանն էլ նրա դեմ ոչինչ չի անում, Հայաստանն էլ պարբերաբար հրապարակային ու ոչ հրապարակային հայտնում է իր հավատարմության երթումը Ռուսաստանին, որ քո դեմ ոչինչ չենք անելու։ Բայց ինչի չեն Ռուսաստանում դա հասկանում։ Ամեն օր Ռուսաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ ինչի են Հայաստանին նորից ասում, որ դու ուշադիր, հա, դու եթե Եվրոպա միություն գնալու ելնես, դու խնդիր կունենաս։ Այդ լավն է դա։ Իսկ հիմա բա դա պարզաբանենք, այսինքն դա միայն Հայաստանի իշխանություններին չի վերաբերվում։ Հայաստանի իշխանություններին պարտավորեցնում են, որ նենց չանեք, հա, Հայաստանում նենց ուժեր գան ընտրություններում ազդեցություն ու իշխանություն ունենան, որոնց նպատակը Եվրամիություն գնալն է, թե չէ իշխանությունները շատ լավ էլ հասկացել են, ամեն օր պետք չէր իրանք ասեն, սրանք էլ ասեն մենք նման օրակարգ չունենք դիմում գրելու։ Հիմա ավերջուկը դա պարզաբանում է, որ ոչ մեկի համար թյուրիմացություն չլինի։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկ, ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հարցը շատ բարդ է։ Տնտեսական եւ քաղաքական հարցերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Այս ամենն անդրադառնում է Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացների վրա։ Այնտեղ կան ուժեր, որոնք կողմ են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանմանը, եւ կան ուժեր, որոնք ձգտում են երկիրը տանել դեպի Եվրամիություն։ Մեր հերթին իհարկե մենք ցանկանում ենք Հայաստանին տեսնել Եվրասիական տնտեսական միության կազմում, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան Եվրամիության անդամակցելու կամ մերձենալու դեպքում։ Իրականում դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս։ Ալեքսեյ Ավերչուկը հայտարարել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում պետությունների ղեկավարները քննարկելու են ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը։ Այսինքն Հայաստանի իշխանությունները դուք մեզ հավաստիացումներ եք անում, որ դուք Եվրամիություն չեք գնում, հասկացանք, բայց հիմա ձեր առաջ ընտրություն ա գնում եւ այնտեղ կան ուժեր, որոնք կողմ են Եվրասիական տնտեսական միության հետ կապերի պահպանմանը եւ կան ուժեր, որոնք ցկտում են երկիրը տանել դեպի Եվրամիություն։ Այսինքն Ավերչուկի ասածը նա է, որից առաջ էլ Պուտինի ասածն էր, որ մենք կուզենանք ռուսամետ ուժերը մասնակցեն, ոչ թե հաղթելու համար։ Ռուսամետ ուժերին ոչ աջակցում են, ոչ էլ, այլ որ մեր խորհրդարանում լինեն ռուսամետ ուժեր
եւ նաեւ լինի Նիկոլ Փաշինյան, որը մեզ Եվրոպա չի տանելու։ Այսինքն Ռուսաստանը պարտավորեցնում է, որ 2026 թվականի ընտրությունները լինեն այնպիսին, ինչպիսին 21 թվականինը իշխանություն, որը Ռուսաստանի հետ հարաբերությունը չի ցանկանում փչացնել, որևէ ձևով ռուսական շահերն ու ազդեցության նկատմամբ որևէ ոտնձգություն չունի եւ ռուսամետ ընդդիմություն իդեմս Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Հիմա էլ ուզում են, որ դա լինի իդեմս Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի։ Այսինքն այս մարդիկ արդեն մեր երկրի ներսում ուզում են ապագա խորհրդարանը տեսնեն իշխանություն, որի հետ խնդիր չունեն, եւ ընդդիմություն, որի հետ խնդիր չունեն։ Նույնիսկ որևէ ուժ, որը կմտնի եւ կսպասարկի հանրության շահերը, որոնք 50%-ից ավել Հայաստանի ապագան տեսնում են Եվրամիությունում, այդ մարդկանց շահերը սպասարկող չլինի ոչ թե 50%, ոչ թե 5%, այլ ընդհանրապես չլինի։ Հիմա ընտրությունը ձերն է, ժողովուրդ ջան։ Այսինքն Ռուսաստանը ամեն անգամ, երբ որ իշխանությանն ասում է, «Էս ինչի ես Եվրոպա գնում», գիտի, որ իշխանությունը չի գնում։ Ամեն անգամ ինչ է իրան պարտադրում, որ դու պարտավոր ես անես այնպես, որ որևէ մեկը չանցնի, որը ցանկանում է Հայաստանը տանի Եվրամիություն։ Հիմա դուք արժանապատվություն ունեցող Հայաստանի քաղաքացիներ, դուք ուզում եք, որ հերիք չի Ռուսաստանի համար հաճո իշխանություն լինի, Ռուսաստանի համար էլ հաճո խորհրդարան լինի, ու առավոտից իրիկու ասեք մենք Ռուսաստանին դեմ ենք, կամ մեր իշխանություններն ասեն Ռուսաստանին դեմ են, կամ սա է Ռուսաստանի գործակալ կամնա։ Ավելի պարզ Ռուսաստանի պաշտոնյան ինչ ձեզ ասի, որ դուք հասկանաք, որ այս մարդիկ պատվիրում են անգամ խորհրդարանի կառուցվածքը, կազմը, թե ինչպիսին պետքա լինի։ Մենք դա հանդուրժելու ենք, հետո ասենք մենք դեմ ենք Ռուսաստանին։ Վաղը ձեր երեխաների ապագանը, որոնք որ անկախության օրն են ծնվել, անկախության օրերին են ծնվել, տարիներին են ծնվել, նրանք Ռուսաստանի խորհրդային միության կազմում չեն եղել, նրանք տեղյակ չեն, թե ինչ էր այդ պետությունը, նրանք ծնվել են անկախ Հայաստանում, նրանք այսօր բնագրից կարդում են անգլերեն, նրանք այսօր գնում են, շրջում են եվրոպական երկրներ, վայելում են այդ ամեն ինչը, բայց նրանք քաղաքականացված չեն, կարծում են, որ իրանք ավելի լուրջ գործով են զբաղված, շատ ուրախ ենք իրանց համար, որ լուրջ գործով են զբաղված, բայց իրանց փոխարեն ընտրում են ովքեր, իրանց փոխարեն ընտրում են նրանք, որ մեկը մեռնում է Նիկոլ Փաշինյանի գլխին ու ոտերին եւ մարմնի մնացած մասերին, եւ մեկը ռուսամետ ուժերը, որոնք լավ էլ փող են բաժանում ուղղակի կամ քողարկված, որպեսի մարդիկ շահագրգռված ձևով գնան եւ ձեր երեխաների ապագան որոշեն, որ երեխաների ապագան ձեր ընդամենը Ռուսաստանի ազդեցությունն է։ Նիկոլ Փաշինյանի համար դա հրաշալի է, որովհետեւ այդ ակումբում ինքը շատ հանգիստ ինչքան ուզի այնքան աթոռին կնստի, ինչքան ուզի այդքան կխփի։ Չէ՞ որ ինքը Սերժ Սարգսյանից է իշխանությունը ստացել ամբողջ ծավալով, ամբողջ փաթեթով, ինքը պետական կառավարման որևէ փորձ չունենալով, երկրի զարգացման տեսլական ու հայեցակարգ չունենալով, նա ընդամենը երիտասարդ խոստումնալից Սերժ Սարգսյանը, բան չի փոխվել, ժողովուրդ ջան, բան չի փոխվել, նույնն է։ Եվ այս պարագայում հիմա դուք հանդուրժելու եք, որ մեր ընտրությունում այս ձևով Ռուսաստանը լկտի ձևով միջամտություն ունենա, այսինքն ավերջուկը տեսեք ինչու՞մ է արդեն մեղադրում։ Կան ուժեր, որոնք ցանկանում են Հայաստանը տանել դեպի Եվրամիություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, դու մեզ խոստումներ ես տվել, խոստումդ գնա կատարի։ Այլապես չեք զարմանում, որ ամեն օր ասում են Հայաստանը չպետք է գնա Եվրոպա, պրոբլեմ կունենա։ Այն գեր ասում են չենք գնում, ասում են չէ, մենք այդ համաձայն չենք։ Բա որ անկարծ ուրիշ ուժեր կան։ Այ ոնց որ Ադրբեջանն է ասում, մենք ուզում ենք, որ Նիկոլ Փաշինյանը լինի, որովհետև պայմանավորվածություններ ունենք, որ չխախտվի, Թուրքիան է ասում, բաներ է խոստացել, ցեղասպանության հետ կապված, հազարու մի հարցերի հետ կապված, զիջումների հետ կապված, բա որ մյուսը գալ լրիվ ուրիշ բան դառնա, ինչ ենք անելու։ Այսինքն պարտավորությունները պետք է կատարես եւ այդ խոստումները տուր ընտրություններից առաջ, որ ընտրություններից հետո դրանք կատարես։ Ռուսաստանը, որը որ որևէ խնդիր չունի Նիկոլ Փաշինյանի հետ, Ռուսաստանը նաեւ պարտավորեցնում է ոնց որ Թուրքիան ու Ադրբեջանը հանկարծեն չանեք ռևանշիստները գան իշխանության կամ մտնեն խորհրդարան եւ սկսեն փորձել
վերանայել այն փաստաթղթերը, որոնք որ պայմանավորվածությունները, որը ձեռքաբեր է Փաշինյանը իրանց հետ։ Հիմա այդ ամբողջը կախված է ձեզանից։ Այս վիճակում ավելի պարզ ձեզ ոնց ասեն, թե ինչա տեղի ունենում, թե ինչ պարտավորություններ ստանձնե Փաշինյանը։ Եթե Փաշինյանը պարտավորություն չի ստանձնե, ու այս ամեն ինչը վերաբերվում է իշխանությանը, Ավերչուկն ինչի է ասում, կան ուժեր, որոնք ուզում են Եվրասիական տնտեսական միություն, կան ուժեր, որոնք ուզում են Եվրամիություն։ Հետո ինչ որ կան, դա ինչ է խանգարում որ։ Ինչ եք տենց հուզվել, որ Հայաստանում ասենք խորհրդարան անցած ենթադրենք 5 ուժ լինի օրինակի համար, 5-ից մեկը կամ երկուսն էլ ցանկանան Հայաստան լինի Եվրամիության կազմում։ Դուք դա այնց ինչի եք հուզվել։ Դուք դրան եք դեմ։ Չպետք է լինի տենց բան, ոչ միայն գործադիր իշխանությունում, այլև օրենսդիրում, որտեղ նրա մեջ իրանք վտանգ են տեսնում։ Վտանգ են տեսնում, որ այդ ամբիոնը, այդ հարթակը կարելի է օգտագործել հասարակության սպասումները արդարացնելու համար քայլեր անել։ Այո, հասարակության հանրակրվեի միջոցով պարտադրել իշխանությանը դիմում ներկայացնի, որտեղ ասում է դե մենք ուզում ենք Եվրոպա գնանք, բայց պահը չի եկել։ Եթե ստորագրահավաքը լինի, որը որ բավարար քանակությամբ լինի, այդ ստորագրահավաքի պարագայում այլևս իշխանության ցանկությունը հաշվի չի առնվում։ Բավարար չափով ստորագրության, ասենք 300,000 ստորագրության պարագայում այդ դեպքում պարտավորան այնքը դա կատարի, դնի հանրակրվեի։ Այսինքն ինչի համար եմ ասում, որ դուք տեսնում եք, որ ի սկզբանե Ռուսաստանի պահանջները սա է, որովհետև այլապես անհասկանալի է, թե լավ գործընկեր Հայաստանի համար Ռուսաստանի հետ Նիկոլ Փաշինյանը, որ շատ լավ հարաբերություններ ունի Պուտինի եւ վարչապետ Միշուստինի հետ, ինչու չի կարողանում իրանց բացատրել, որ ես չեմ կարողանում գնալ։ Չէ, լավ էլ բացատրել է, ավելին են ուզում իրանք։ Ավելին են ուզում, որ ասում են դու պետքա մեզ նաև խոստանաս, որ հանկարծ որևէ հարց չի լինելու, դա էլ վերցրու քո վրա որպես պարտավորություն։ Այնպես որ ինձ թվում է բավական լավ հասկանում եք, թե ինչ լուրջ անելիք ունենք եւ ինչն է պատճառը, որ առավոտից երեկո անում են ամեն ինչ, որ այն քաղաքական ուժը, ես նկատի ունեմ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը, որի նախագահն է եւ վարչապետի տեխնացուն Գուրգեն Սիմոնյանը, առավոտից երեկո մի հատ զորք ստեղից է հարձակվում, մի հատ զորք ընդեղից Այս Նիկոլ Փաշինյանի պատվերն ուշադրություն դարձրեք, Նիկոլ Փաշինյանի պատվեր կատարող մի քանի քաղաքական ուժ կա, որը անթակույց գտնում են, որ իրանք, այո, եթե Նիկոլ Փաշինյանի ձայները պակասի, իրանք այդ ձայները Նիկոլ Փաշինյանին կտան, կամ իրանք չեն գնում իշխանափոխության, այլ գնում են, որ ընդդիմափոխություն լինի եւ իրանք ծառայեն Նիկոլ Փաշինյանին որպես ընդդիմություն։ Բա դրանց վրա ինչի՞ չեք հարձակվում։ Չեք ուզում նրանց վրա հարձակվեք, որ հանկարծ ձայն չստանան, այդ ձայները Նիկոլ Փաշինյանին չտան։ Այդ ինչ եք նրանց հանգիստ թողել, որտեղ ձեր կռիվը դրանց հետ չի, ձեր կռիվը Գուրգեն Սիմոնյանի դեմ է, որտեղ գիտեք, որ դա Նիկոլ Փաշինյանին չի միանալու։ Այ գիտեք, որ նրանք միանալու են, դուք այդտեղ խնդրեմ չունեք։ Այ գիտեք, որ Սիմոնյանը չի միանալու։ Որովհետև պայմանավորվածությունն այդպիսին որ չի լինելու, տենց բան համագումարով էլ անհրաժեշտ։ Այ դա է հիստերիա առաջացնում մարդկանց մոտ, որ ոնց թե ձեր պլանները խախտվում է այդտեղ, բա որ ձայն ստանաք ու չմտնեք առևտրի մեջ, որ մեկը ասի ես եմ առաջարկում մեկ կամ մեկը ճնշի են մյուսը, կամ ճնշեն կամ գայթակղեն եւ ինչ որ հարցի հասնեն, ի սկզբանե փագում էս թեման, ինչի եք բախուզվում։ Մի օր մի հատ նկար են գտնում, ասում է, այս նկարում իրար հետ հաց էին ուտում։ Դա նշանակում է, որ այս սեղանի շուրջ ինչ որ մեկը ինչ որ մեկի հետ դրա ծրագիրն է իրականացնում։ Այդ սեղանի շուրջ նստած ոչ մեկը իրար հետ քաղաքական ծրագիր չեն իրականացրել այդ հաց ուտելուց 2 տարի հետո։ Ոչ մեկը ոչ մեկին չի միացել։ Բայց ոնց կթագոր հենց Գուրգեն Սիմոնյանն է միացել։ Այդ նույն սեղանի շուրջ հաց ուտող կար, որը որ առավոտից իրիկու լույսը բացվի Գուրգեն Սիմոնյանին է քննադատում։ Բայց ինչի՞ չեք ասում, բան չեք հանում ասում, այս նկարում այս մարդը Գուրգեն Սիմոնյանին քննադատում է, չէ, ուրեմն Գուրգեն Սիմոնյանը իշխանության հետ չի։ Բան չեք ասում, որտեղ ձեր ծրագիրը ուրիշ է։ Ձեզ ուրիշ պատվիրատուն ասելա ձեր գործը չի։ Դուք դրեք ու ասեք, այս փողը վերցնում եք ու գնում եք, մեկին էլ հարցնում են, ասում են, իսկ Գուրգեն Սիմոնյանը ինչ ում պատվերն է կատարում։ Պարզ չի։ Հա ում պարզ չի, չէ, պարզ չի։ Մի հատ ասա մենք էլ իմանանք էլի։ Այն որ դու ծախված ես այդ պարզ է։
Բայց դա մենք ասա գոնե իմանանք գոնե դու ես վերագրում այդ ամեն ինչը։ Հիմա հասկացաք այս հիստերիայի պատճառը, որովհետև այս հիստերիայի համար պատվիրատու կա ժողովուրդ ջան, որ Հայաստանը պետք է մնա Ռուսաստանի ազդեցության ուղեցրում չի կարող դուրս գա, որովհետև դա պահանջում է թե Թուրքիան, թե Ադրբեջանը, թե Ռուսաստանը։ Հիմա մենք որոշենք, մենք դրա հետ հաշտվում ենք, թե չէ, մենք դա ընդունում ենք, թե չէ, որովհետև գտել են հիմա մի հատ էլ ռուսական ազդեցության ուժերին ծառայողներ գտել են եւ ասում են, որ ձայները փոշիանում է, եթե ձայները ստանան կփոշիանան եւ այլ եւ այլ, եթե ձայները չփոշիանան ուզում եք ով հաղթի։ Այսօր ձեզ պարզ հանգիստ ասում ենք։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում ընտրությունը պրծա, սատկացնելու ենք, ոչնչացնելու ենք, կռացնելու ենք, կզացնելու ենք։ Նրանք էլ ասում են ընտրությունը պրծավ, տեսես ես ձեզ ինչ եմ անում։ Դուք չգիտեք Հայաստանը ուր եք տանում։ Աշխարհաքաղաքական ցնցումներից մինչև ներպետական ցնցում դուք չգիտեք ուր եք տանում երկիրը։ Այս սուտի գրագետ իրավաբաններ ու քաղաքագետներ ու փորձագետներ, դուք գիտեք չէ՞ որ հիմա Հայաստանը տանում են բախման։ Հատուկ դուք գիտեք դրա համար, բայց ինչի՞ եք այ վարձկաններ կանգնում կամ նրա կողմը կամ նրա կողմը։ Եթե դուք ազնիվ մարդիկ եք կանգնեք ասեք հոբ ժողովուրդ ջան, մենք ընտրությանը չենք մասնակցում, բայց հասկանում ենք, որ Հայաստանը տանում են բախման։ Մենք գտնում ենք, որ կոմպրոմիսային տարբերակ պետք է լինի, որ երկիրը բախման չգնա։ Ընտրությունը չկատարենք այս երկուսի մեջ, որը նա ուզում է նրան ոչնչացնի, նա էլ ուզում է նրան ոչնչացնի։ Եվ սա ռեսուրս ունի նրան ոչնչացնելու, եւ նա ռեսուրս ունի նրան ոչնչացնելու։ Բա ում հաշվին են այդ ամեն ինչն անելու, կաղա պատահաբար մեր ժողովրդի։ Բայց դա ենք ասում, որ եթե դուք իրապես Հայաստանի մասին եք մտածում, ամեն մեկը գտնում է նա որ եղավ երկիրը կործանվելու է։ Դուք գնում եք ընտրություն եք կատարում, հաստատ իմանալով, որ երկիրը կործանվելու է։ Էդ է քարոզում մարդկանց։ Մի կտոր լափի համար, սուտի մտավորականներ ու գիտնականներ ու իրավաբաններ։ Նստել եք մի հատ էսենց բացատրում եք, թե ինչպես են, ինչ կատարվում, ինչ։ Ձեր ուզածը ինչ է։ Ձեր ուզածը կոնկրետ ինչ է, Հայաստանը բախման տանել։ Բա ասում եք կոմպրոմիսային տարբերակ։ Ոչ սա է, ոչ սա է։ Գիտնական մարդ է, ոչ մի բեռը վրան չկա։ Միլիոններ ու միլիարդներ էլ չունի, որ իրանից խլացելն են, բանտել չեն նստացել ու գազազացրել։ Ոչ էլ այնպես է, որ սրանք կան, հիմա էլ նրանց կողեն բանտը։ Չկա նման բան։ Ամեն մեկը պատասխան կտա իր արածի համար, բայց ոչ ավելին։ Դուք չեք տեսնում, որ այն վարչապետը, որը որ սովորական խոսակցության ժամանակ հիստերիայի մեջ է հանգնում։ Այդ մարդը պետություն ղեկավարելու հավասարակշիռ կարող է ղեկավարի կամ տարբեր պաշտոնյաների հետ գնանստի բանակցություն վարի ու հարցեր լուծի, այդ փակ դռների հետևում դուք էլ խաբար չեք ինչա կատարվում։ Հա Հայաստանում չի կարող իրան տիրապետի փողոցում մեկի հետ խոսալուց, գնում է գելու գազանների հետ բանակցելուց իրան տիրապետում, հա։ Ոնց ուզում են, նես մատների ծերերը խաղացնում են։ Ինքն է դա գալիս է ներկայացնում է որպես բազմավեկտոր քաղաքականություն բալանսավորված, բոլորին հա ասենք ժողովուրդ ջան, այնքան ճարպիկ ենք, ոչ մեկին չենք ասել։ Գիտենք դա ինչպես է կոչվում ժողովուրդ ջան, համենայն դեպս դա քաղաքական կատեգորիա չի։ Մեր ասածը դա է։ Դուք որոշեք, ինչա ձեզ առաջարկվում։ Իսկ ես ասում եմ, ես այդ կոմպրոմիսին կողմնակիցն եմ եղել, ես այդ այլընտրանքին կողմնակից եմ եղել, որ մտածել եմ, որ այս ընտրության մասնակցելու իմ առաքելությունը եղել է դա։ Եթե կգտնվի մի ուժ, որը կգա, որ այդ ամեն ինչը իր վրա կվերցնի այդ բեռը, ես էլ իմ համեստ ուժերի ներածի չափով կկանգնեմ կողքը, որովհետև հրաշալի ամբողջ աշխարհում բոլորը հասկանում են, որ ոչ վարչական ռեսուրս ունի Գուրգեն Սիմոնյանը, ոչ էլ միլիարդներ ունի, որ միանանք ինչ-որ բանով գայթակղվելու։ Եվ մի փորձեք որևէ մեկին կապել այն մարդկանց հետ, այդ նույն մարդկանց հետ բան չի ինձ չեք կապում, բոլորին անձամբ ճանաչում եմ։ Գուրգեն Սիմոնյանը ոչ մեկին չի ճանաչում դրանցից։ Բայց ես այդ մարդկանց անձամբ ճանաչում եմ, բան չի չեք ինձ հետ կապում։ Որտեղ գիտեք չեք կարող ապացուցեք, իրան էլ չեք կարող ապացուցեք, ուղղակի շառ եք անում էլ։ Ուրիշ ինչ։ Բայց ի վերջո ինչ եք անում։ Տանում եք երկիրը բախման մի կտոր լափի համար։ Դա է ձեր պատկերացումը։ Դուք չգիտեք, որ հիմա երկու կողմը դիտավորյալ սրել են,
Այն երկու կողմը դիտավորել սադրել են, որ ուզում են գնան խփելու, որովհետև իրանք սովորական քաղաքակիրթ բանավեճի ժամանակ ոչ մեկը չգիտի ով է հաղթելու։ Իրանք ուզում են ընտրությունը հաղթել մինչև ընտրությունը։ Իսկ դրա համար պետքա ուժ կիրառել։ Իշխանությանը պետքա թեմա, որ ասի նրանք Ռուսաստանի գործակալ են, բերեք ճնշենք հանկարծնետ չլի, նրանք էլ մտածում են մարդկանց կլցնենք փողոց ամեն ինչ կանենք, որ մեկին բռնեն։ Փողերը կշփենք, կլցնենք սաղին, կհանենք փողոց ամեն ինչ կանենք, իշխանությունը զորով կվերցնենք, կասենք ռեպրեսիաների երանց է, ով պետք է մեզ մեղադրի, քանի 100,000 մարդու են կալանավորում, չգիտեք այսօր ինչ սցենար է ձեր աչքի առաջ։ Ու իմանալով դուք քթակ, որ լուծումը որն է։ Սպասեք գնան իրար այդ բախման, դուք էլ գնաք կողքից մի բան կպցնեք։ Շատ մտահոգ եք մեր երկրի ապագայի համար, ժողովուրդ ջան։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիև Ադրբեջանի կառավարությունը փախստականների եւ հարկադիր տեղահանվածների համար կառուցել է 300,000 տուն եւ բնակարան, որպեսզի մարդիկ կարողանան ապրել նորմալ պայմաններում։ Սակայն նրանց գլխավոր ցանկությունը միևնույնն է տուն վերադառնալն էր, մինչդեռ հարկադիր տեղահանվածների տեղակայման հետ կապված խնդիրներն ավելի էին բարդանում, քանի որ Ադրբեջան են ժամանել նաև Հայաստանից վտարված 300,000 էթնիկ ադրբեջանցի փախստականներ, ընդգծել է Հիկմետ Հաջիևը։ Եվ որ մենք խոսում ենք այն մասին, որ Ադրբեջանը պարբերաբար տակ է պահում 300,000 էթնիկ ադրբեջանցի փախստականների հարցը, Նիկոլ Փաշինյանն ասում է դուք եք օրակարգը սպասարկում, բոլորը ովքեր նրանից խոսում են, մենք այդտենց օրակարգ չունենք, մենք տես բան Ադրբեջանի հետ չենք քննարկում եւ այլ եւ այլ։ Բայց ինչի է այդ հարցը առաջանում, որտեղ Նիկոլ Փաշինյանն ասում է մենք խաղաղություն ենք բերել, բայց դա մեզ խոստացել է Ալիևը։ Առանց Ալիևի խաղաղություն խոստանալու ինչ խաղաղության մասին է խոսքը։ Իսկ որպեսզի Ալիևը մեզ խաղաղություն է խոստացել, միայն դրա վրա է կառուցած Նիկոլ Փաշինյանի վստահությունը, մենք պետք է հասկանանք, իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզում է, թե ոչ, իրականում։ Եվ ինչ են ասում մերոնք։ Ավելի անտրամաբանական բան ես երբևիցե չեմ լսել, որ խաղաղությունը դա փոխշահավետության վրա է։ Ընդհանրապես փոխշահավետ գործընկերությունը բոլորն էլ հասկանում են, դա շատ կարևոր է պետությունների հարաբերություններում։ Բայց ասել, որ թշնամին, որը ցանկանում է քեզ վերացված տեսնել, որ հայկական հարցը վերջնականապես փագի, մեկը չասի Արարատ նումներ, մեկը չասի Արցախ նումներ եւ այլ, չկա մարդ, չկա պրոբլեմ։ Պետք է այդ հարցը արմատապես լուծել։ Այսինքն նրան պետք է Հայաստան պետությունը գոյություն չունենա։ Իսկ դու ժողովրդին ասում ես, դուք չեք հասկանում, որ եթե մենք առևտուր անենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, դա կլինի փոխշահավետ հարաբերություն եւ նրանք խաղաղություն կուզեն եւ մեզ ոչնչացնել չեն ուզի։ Դուք լուրջ մտածում եք, որ առևտուր անելը բավարար է, որպեսզի մի պետություն մյուս պետությանը վերացնելու ցանկություն չունենա կամ այդ պետության տարածքը կուլ տալու ցանկություն չունենա։ Կարելի է կարծել, որ եթե այդ պետությունը կուլ տա, դրանից հետո ինքը չի կարող այդ հողի վրա այդ նույն առևտուրը ինքը իր հետ անի կամ ուրիշների հետ անի։ Այսինքն մեր քաղաքականության հիմքը միջազգային երաշխիքները չեն, անվտանգային գործընկերները չեն։ Մեր հիմքը դա ռեգիոնալ քաղաքականությունն է, որ ռեգիոնում տեսնում եք երրումա, եւ այդ ռեգիոնալ քաղաքականության պարագայում բացի դրանից ընդհանրապես երաշխիքը փոխշահավետությունն է։ Այսինքն եթե մեր խաղաղությունը կախված է նրանից, որ դա պետք է բխի Ադրբեջանի շահից, Ադրբեջանն ասում է այդ 300,000-ը պետք է վերադառնա։ Մենք ինչպես կարող է դրան ուշադրություն չդարձնենք։ Եթե Հայաստանի իշխանությունները մեր երկրի զարգացումն ու խաղաղությունը չկապեին Ադրբեջանի ցանկության հետ, ընդհանրապես շանտեղել չէինք դնի Ադրբեջանի հայտարարությունները։ Ով են իրանք, որ մենք իրանց հայտարարություններն էլ անդրադառնանք։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է մեր խաղաղությունը Ալիևն է խոստացել, մենք էլ ասում ենք, բա որ քեզ խաղաղություն է խոստացել օգոստոսի 8-ից հետո անցյալ տարվա, ամեն օր ինչի են իրանք խոսում 300,000-ի վերադարձի մասին, ամեն օր ինչի են քարտեզներ, գրքեր տպագրում արևմտյան Ադրբեջանի մասին, բայց եթե քեզ խաղաղություն է խոստացել, լավ մի հատ էլ կարգախոս են անում, տեր կանգնիր խաղաղությանը, այսինքն Ադրբեջանը խաղաղություն է խոստացել, մենք էլ պետք է տեր կանգնենք, բա դու ինչ պետք է անես, բրդուջը դու տես, էտա քու գործը, թե գնաս փողոցում կանանց քաշ քշես, քու գործը բա որն է։ Եվ այս հարցում
Այս հարցը տաք օրակարգային է, որովհետև երբ որ այս նույն հարցը 57 իսլամական համագործակցության կազմակերպության պետությունները 57 քվեարկում են, դատապարտում են Հայաստանին, որ ինչու դրանց չես բերում։ Դրանից հետո Հայաստանը այդ նույն երկրների հետ ջանջիգարով խոսում է հարաբերությունների մասին, դա մտահոգիչ չի։ Որ չգիտես ինչի Նիկոլ Փաշինյանը հիշել է, որ ժամանակին Հայաստանում չի եղել այսքան բնակչություն, մոնոէթնիկ հանրապետություն, այսօր որ մենք հիմա ունենք, բայց մոռացել է, որ խորհրդային միության ժամանակ Հայաստանի բնակչությունն ավելի մեծ էր, եւ էթնիկական կազմով այդ մոնոէթնիկ ունիտար Հայաստանը մենք ունեցել ենք արդեն խորհրդային միության ժամանակ։ Բայց ինչի է դա հիշում, որ արդարացնես, որ մեր մեջ օբյեկտիվորեն ապրել են այլ ազգեր, որ հետո ասես, բա ինչ եք ուզում, իրական Հայաստանը այդպիսին է եղել, հա։ Արդեն հող ես նախապատրաստում, բայց դրա համար էլ անհանգիստ ենք։ Դրա համար էլ անհանգիստ ենք, որովհետև այսօր հիմա ես էլի կանրադառնամ երկու հարցերի։ Տեսեք, Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդով Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ սահմանների հնարավոր բացումը ուղղակիորեն կախված են խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ Երևանում սահմանադրական փոփոխություններից։ Խաղաղություն չկա, ժողովուրդ ջան, մարդիկ հայտարարում են, որ չկա այդ խաղաղությունը, դու պետք է սահմանադրությունը փոխես։ Նրա խոսքով Ադրբեջանն ու Թուրքիան համաձայնեցնում են յուրաքանչյուր դիվանագիտական քայլ եւ առաջ են շարժվում բացառապես միասին։ Խաղաղության գլխավոր խոչընդոտը մնում է Հայաստանի սահմանադրությունը, որում Բաքուն տարածքային պահանջներ է տեսնում։ Այսինքն դեն որ ասում հիմա ընտրությունը կլինի, Փաշինյանն ասում խաղաղություն են բերել, սրտիկները բաժանելա զզվացնելու աշճան ամբողջ երկրում, բայց սահմանադրությունը եթե չփոխեք, ընտրությունից հետո պատերազմ է լինելու, որտեղ ինքը Ալիևին դա խոստացել է ժողովուրդ ջան։ Այսինքն ընտրելով Փաշինյանին, դուք պատերազմը վերցնում եք ձեր վրա։ Իսկ եթե պատերազմը վերցնում եք ձեր վրա, Փաշինյանը կանգնեց ազգային ժողովի ամբիոնից ասեց, դե ես ուզում էի Արցախը հանձնեմ, բայց ով կթողեր հանձնեմ խաղաղության պայմաններում։ Պետք է պատերազմը լիներ, որ հանձնեի։ Այս նույնը պետք է լիներ առանց զոհերի, բայց ով կթողեր առանց զոհերի հանձնեմ։ Հիմա եթե ինքը ցանկություն ունի Հայաստանից զիջումների գնա, բայց այդ պարագայում ժողովուրդը պետք է ասի, հոп, էս էլ Արցախն էր, ասում էր, պարանը մեր վիզն է գցած, բա Հայաստանն էլ է մեր վիզը գցած պարանը, այդ ժամանակ պետք է ասի, ուրեմն դուք պատերազմ եք ուզում։ Բա չենք ասել խաղաղությունը փոխշահավետ է։ Ադրբեջանի ուզածը չտանք, Ադրբեջանը շահագրգռված չի խաղաղության համար։ Հասկացաք, չէ՞։ Դեսպան Մամեդովը վստահություն է հայտնել, որ Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացվի սահմանադրական հանրաքվե, ինչն էլ ի վերջո կողմերին թույլ կտա ստորագրություններով վավերացնել արդեն իսկ նախաստորագրված խաղաղության պայմանագիրը։ Որևէ բան կա, որ անհասկանալի մնաց ձեզ համար։ Իրանք սպասում են, որ Նիկոլ Փաշինյանը խոստումը կատարի, ձեր միջոցով, մեր միջոցով կատարի։ Մենք մեր առաքելությունը կատարում ենք։ Մեզ կոտորում են գիշեր-ցերեկ, էլ մարզեր գնալ, էլ էս անել, էլ ստեղ գնալ հարցազրույցի, էլ այնտեղ գնալ, ճղվում ենք մեր մեջից, էլ հասցնենք ձեզ հետ շփվենք։ Դա մեզանից։ Դուք ձեր քայլը արեք, եթե մենք մեր ձեր ձայնին տեր չենք կանգնի, կկանգնեք, մենք ձեր առաջ պատասխան կտանք։ Մենք պատրաստ ենք վճռականորեն տեր կանգնել ձեր ձայներին։ Եվ այն սկզբունքին, որի համար այդ ձայները տալու եք, ոչ նրան միանալու, ոչ նրան։ Իսկ հիմա նայենք մեր շուրջին չա կատարում խաղաղության խաչմերուկում, որտեղ հարցը լուծված չէ, դա ենք ասում։ Իրանի առաջնորդ Մոջթաբա Խամենեի ԱՄՆ-ի կողմից պատերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ։ Աշխատանք է տարվել այնպիսի ճակատների բացման ուղղությամբ, որտեղ թշնամի խոցելի կլինի եւ չի ունենա անհրաժեշտ փորձը։ Եթե ռազմական դրությունը պահպանվի, ապա ելնելով մեր կողմի շահերից, այդ լրացուցիչ ճակատները կբացվեն։ Դուք տեսնում եք, որ այս մարդիկ զիջումների են գնում։ Բայց դա մեզ չի վերաբերվում։ Այս տարածաշրջանի խաղաղությունը մեզ չի վերաբերվում։ Բա ոնց ենք արևմուտքի հետ գործընկերային հարաբերություններ ունենալու Իրանի հետ կապված այս լարված մթնոլորտումից։ ԱՄՆ նախագահ Տրամպը հայտարարել որ հրաժարվել է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածներից Քաթարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդների խնդրանքով։ Այսինքն այսօր պետք է ինքը իբր հարված էր։ Դե մենք գիտենք, նախորդ անգամ էլ դե ինքը շատ էր ուզում հարվածի, Պակիստանի վարչապետը զանգեց, դե չկարեցավ մերժի, էլի, դե հասկանում եք, էլի, այ խփում էր, 2 ժամ էր մնացել, ժողովուրդ ջան, 2 ժամ,
բայց դե որ Պակիստանի վարչապետը անեց խաթր ունի Դոնալդ Թրամփի մոտ ու ինքը դադարեցրեց։ Հիմա էլ իրան վերջի օրը դրել է ժամկետ, ինքը իր համար քթել ասել է տղեկ ջան, դե ինձ խնդրեք, որ ես չհարված եմ, որտեվ ինքը պատերազմից դուրս գալու լուծումը չի տեսնում, որ ինքը չի տեսնում, մենք ենք անհանգիստ, որտեվ ղեկը իր ձեռքն է եւ ինքը չի կարողանում այդ մեքենան վարել նորմալ ձևով, ոչ կանգնում է, ոչ առաջ է գնում, ոչ չես հասկանում ինչ է անում։ Ղեկը մեր ձեռը չի, դրա համար ենք անհանգիստ։ Մենք այդ process-ի վրա ազդել չենք կարող։ Լավագույն դեպքում գոնե կարող ենք տիրապետել, թե ինչ է կատարվում, որ մենք մեր անելիքը իմանանք, անիմաստ տեղը ոտատակ չընկնենք։ Տենում եք, որ մեր իշխանություններն էլ այնա գլուխ չեն անում ոչ մի բանից։ Այնա իրանց գլուխ հանածնել, փողոցներում կատարվածը տեսնում եք ինչ է կատարվում։ Նշված առաջնորդների նկատմամբ հարգանքից ելնելով ես հրահանգել եմ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթին, շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնին եւ Միացյալ Նահանգների զինված ուժերին, որ չենք իրականացնի վաղը նախատեսված հարձակումը Իրանի վրա, բայց նաեւ հրահանգել եմ նրանց պատրաստ լինել Իրանի վրա լայնածավալ հարձակման, եթե ընդունելի համաձայնագիր չկնքվի, գրել է Թրամփը, բայց ինչպես տեսնում եք, Իրանը նույնիսկ այս վերջի հոխորտանքի հետ կապված էլ դեռ համաձայնագրին համաձայն չի։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի Ամերիկայի հակասական ու չափազանցված վարքագիծն ու դիրքորոշումները լուրջ խոչընդոտ են դիվանագիտության ճանապարհին։ Սա է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ։ Շանսերը, որ նրանք կկարողանան ինչ-որ բանի հասնել, շատ լավ են թվում, եւ եթե մենք կարողանանք անել դա առանց Իրանը հիմնահատակ ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ չէ Թեհրանի հետ համաձայնագրի համար որևէ զիջման գնալ երկրների միջև բանակցություններում փակուղու պայմաններում։ Իրանը ենթադրաբար գիտակցում է, թե ինչ կլինի շուտով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ։ Սա արդեն մենք 100,000-րդ անգամ ենք լսում, որ հիմնահատակ վերացնելու է Իրանը, քարը քարին չի թողելու, չէ, քարե դարա վերադարձնելու, մի երկու քար թողելու է, բայց էլի նորից ասում են ընկեր, չենք վախենում, բան ունես անելու, արա, չունես, արի խաղաղության փաստաթուղթ ստորագրենք։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստան կատարել է կայցի նախաժեմին հղված տեսաուղերձում նշել է. «Մենք չենք բարեկամանում որևէ մեկի դեմ, այլ աշխատում ենք հանուն խաղաղության եւ համընդհանուր բարգավաճման գործի։ Հենց այսպիսի տրամաբանությամբ են Մոսկվան եւ Պեկինը համակարգված կերպով հանդես գալի ի պաշտպանություն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, դրանց ողջ լիությամբ, համակցությամբ ու փոխկապակցության, աջակցում են ակտիվ փոխգործակցությանը ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության եւ BRICS-ի եւ այլ բազմակողմ կառույցների գծով ծանրագիշեր ավանդ ներդնելով համաշխարհային տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման գործում»։ Ամերիկայի Միացյալ Նահանգները համարում էր, որ BRICS-ն ու Շանհայի համագործակցության կազմակերպությունը ընդդեմ հավաքական արևմուտքի են գործում, ցանկանում են առանձին բևեռ ստեղծել, բայց դրա դեմ պայքարելու համար ինչ պետք է արվեր։ Պետք է անգերանալ Մոսկվայի հետ, որը համ BRICS-ի, համ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է, համ էլ այդ երկուսի անդամ է Իրանը, համ էլ Իրանի հետ էլ բարեկամ է։ Բա ոնց են, հիմա էլ ասենք ինքը Չինաստանի հետ ասում մենք խնդիր ունենք կոպիտ ասած նոր աշխարհակարգ ստեղծելու, նոր բևեռ ստեղծելու, բա ինչու դա տեղի ունեցավ։ Չինաստանը այսպես թե այնպես կարող էր բևեռ լինել, բայց ոչ թե Ռուսաստանի հետ միասին։ Եվ դրա համար հիմա էլ ասենք նորից հարցը առաջացել, նորից քննարկում են Կուբային հարված հասցնելը։ Դե բանը Էփշտեյնի այն սկանդալային փաստաթղթերը, որ ջրի երես եկավ, Դոնալդ Թրամփը հապշտապ ասեց Իրանին խփենք, որ այդ հարցը ցրենք։ Եվ Բենյամին Նեթանյահուի Իսրայելի վարչապետի վրա մի քանի քրեական գործ կար, միացրել են մի քանի գործով, դատում են Իրան էլ պետք է շատ արագ միանալ, որ այդ հարցը ջրեն։ Հետո Իրանին խփեց, խայտառակություն ստացվեց, որովհետև հարցը լուրջ չի վերաբերվում, հիմա արդեն այլմոլորակայինների նյութերը գցեցին, բայց ժողովուրդը արդեն դրանով չշեղվեց էլ, ասես լա մի հատ տենանք դու ինչ ես անում էլի, տեսա որ այլմոլորակայիններով էլ չի կարողանում Իրանի հարցը չլուծելը շեղի, հիմա նորից վերադարձավ Կուբայի թեմային, որ գոնե Կուբայով շեղի, իսկ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելն ինչ է ասում։ Կուբայի դեմ ԱՄՆ-ի ցանկացած ռազմական միջամտություն արյունահեղ սպանդի կհանգեցնի տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար, անկանխատեսելի հետևանքներով։ Կուբան սպառնալիք չի ներկայացնում,
Ամերիկայի համար կամ որևէ մեկի։ Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսը հայտարարել է, որ Հավանան, ինչպես և աշխարհի ցանկացած պետություն, ՄԱԿ-ի կանոնադրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ունի օրինական ինքնապաշտպանության իրավունք։ Ի դեպ, այս սգած վիճակում Կուբան հիմա էլ բլոկադայի մեջ արդեն լկտիացել է, գիտեք ինչի։ Չէ, որ ասում են ինքնապաշտպանության իրավունք ունի, սխալ չի ասում, բայց ինչի՞ց է եղել, որ լկտիացել է, որովհետև ինքը արդեն ասում է հիմա ես կխփեմ ամերիկյան բազաներին, եթե ինձ վրա հարձակվեն, ես կխփեմ, Իրանից բան սովորեցին, ժողովուրդ ջան, այս է հարցը։ Այսինքն Գուանտանամոն Կուբայում գտնվող, լավ գիտեք, որ այդ հեղափոխությունից հետո այդ բազան մնաց, որ նաև այնտեղ ամերիկան բանտ ունի, որ տենց է չփակեց, եւ ոչ միայն տարբեր տեղերի բազաներին ասում մենք կխփենք, եթե մեզ խփեն, որովհետև արդեն տեսան, որ Իրանը այդ նույն պրյոմը օգտագործում է, բայց դրա համար լուծում է պետք գտնել, ժողովուրդ ջան։ Դրա համար այս ամեն ինչը ուղղակիորեն մեզ հետ առնչվում է, մենք մեր մատը կպահենք աշխարհաքաղաքական զարգացումների զարկերակին, որովհետև ի վերջո մեր երկիրը ընտրություններով ամեն ինչ չի ավարտվում, էլի ընտրություններով ամեն ինչ սկսվում է, նոր փուլ է սկսվում, թե ինչ են անելու մեր երկրի զարգացման հետ կապված։ Դրա համար այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, եթե ցանկություն կունենաք նաև ձեր մասնակցությունն ունենաք ֆինանսական մեր այքին, դուք կարող եք մտնել նկարագրական մասում կա եւ բանկային փոխանցման տարբերակ, եւ արագ փոխանցման տարբերակ, եւ քարտային փոխանցման, եւ իդրամի, եւ PayPal-ի եւ Patreon-ի տարբերակ։ Իսկ ավելի շատ ես կուզենամ, որ այս օրերին ավելի շատ ուշադրություն դարձնեք նաեւ Հայաստանի Շնորհապետական կուսակցության Գուրգեն Սիմոնյանի էջում նաև կա բանկային փոխանցման տարբերակները նվիրատվություն ձևով գրառված, որպեսզի դա տրվի կուսակցությանը, որովհետև միակ աղբյուրն է դա, որ նվիրատվությամբ կուսակցությունը այդ գումարը փոխանցում է հատուկ հաշվին, որից էլ կատարում են այդ ծախսերը։ Ամենանվազագույն ծախսը խստագույնս հաշվառում են, որպեսզի կարողանան վերահսկեն ինչա կատարում։ Իսկ մենք չենք պատրաստվում օրենք խախտել։ Այսինքն ձեր մասնակցությունը շատ կարևոր է, որպեսզի մեզ չմեղադրեն ինչ որ օրենքներ խախտելու մեջ։ Դուք դրանով շատ օգտակար բան արած կլինեք։ Եթե Հայաստանի քաղաքացի չեք, բայց ցանկանում եք օգտակար լինել, մենք բարձր ենք գնահատում նաև ձեր արածը հասարակական կազմակերպությանը, որի հաշվի համար ես ասացի, որ նկարագրական մասում կա կամ կայքի հետ կապված տարբերակները, էդ էլ օրենք չենք խախտի, որովհետև որ դա հայտնվի կուսակցության գումարով ասեն դրսից եկավ գնաց, բայց ձևը կգտնենք մեր աշխատանքով օգնենք մեր ընդհանուր գործերին։ Այնպես որ սա մեր ծրագիրն է, սա ձեր ծրագիրն է, սա ձեր երեխաների ապագայի ծրագիրն է։ Դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։